2020 թվականին 20 հոգով զինված մեր բակում դաժանաբար սպանեցին իմ որդուն, իմ զավակին։ Սակայն բոլորդ էլ երևի կհիշեք, հոկտեմբերի 1-ին Արթմեդ բժշկական կենտրոնից փախավ հանցագործը պատուհանից, թե ինչպես էր տեղափոխվել Արթմեդ բժշկական կենտրոն այդ հանցագործը, քանի որ ինքը ոչ մի լուրջ առողջական խնդիրներ չուներ, ես ինքս եմ այնտեղ եղել եւ ամեն ինչ լուսաբանել եւ նկարել։ Սակայն հոկտեմբերի 1-ից հետո մինչև այժմ արդեն 1 տարուց ավել է անցել, հանցագործի մասին մենք չունենք ստույգ տեղեկություն։ Որոշ լրատվամիջոցներ գրեցին, որ արդեն հանցագործը կալանավորվել է Վրաստանում, բայց ինչպես հատեց Կոստանտին Հունանյանը Վրաստանի սահմանը, այդ արդեն հարցի մյուս կողմն է։ Ես խնդրում եմ ուղղակի մեր ղեկավարությանը, որ ուշադրություն դարձնեն եւ մեզ տան անձամբ ինձ թեպետ տան պատասխան, թե ինչպես հատեց Կոստանտին Հունանյանը Վրաստանի սահմանը եւ հասավ Վրաստան։ Եվ ուր է գտնվում այս պահին Կոստանտին Հունանյանը, որտեղ իմ տեղեկություններով 1 ամիս ու կես առաջ եղել է ձերբակալված, սակայն Հայաստանի անվան տակ, որ տեղափոխում են Հայաստան, Կոստանտին Հունանյանը կորել է։ Եթե կա, չգիտեմ, ստույգ տեղեկություն, ապա խնդրում եմ, թեկուզ լրատվամիջոցներին, սա այն հարցն է, որ պետք է ճշտել, թե որտեղ է գտնվում Կոստանտին Հունանյանը այս պահի դրությամբ, քանի որ բոլորդ գիտեք այդ դեպքի մասին, որ 1 տարուց արդեն 1 տարի եւ ավել Կոստանտին Հունանյանը փախավ Արթմեդ բժշկական կենտրոնից եւ մինչեւ այսօր մենք չունենք այդ հարցի պատասխանը, նաեւ լրատվամիջոցները չունեն։ Արդյոք ձեզ չի հետաքրքրել, թե հանցագործը ոնց դուրս եկավ երկրից, ով էր կանգնած այս ամենի հետևում։ Եվ մնացածը, որոնք որ 5-6 հոգին այս պահի դրությամբ ձերբակալված են, մինչև այժմ արդեն 5 տարի է անցել, դեռ դատապարտված չեն։ Եվ դրանցից մեկը, որ արդեն գտնվում է տնային կալանքում, ոնց կարելի է 8 կրակոց 1 մարդու վրա, իր երեխաների աչքի առաջ, ընտանիքի աչքի առաջ, առանց որևիցե խնդրի, եւ այս պահի դրությամբ այդ մարդասպանը հայտնվի տնային կալանքում, տնային պայմաններում, եւ ասեմ, որ իրեն հենց այդ հանցագործի մաման ինքը աշխատում է Շնգավիթ բժշկական կենտրոնում, եւ ով է կանգնած այս ամենի հետևում, ինչ փաստաթղթերի հիմքի վրա է հայտնվել այս պահին տնային կալանքում։